Բարի սիրելի եկեղեցի, մեծ պատիվ ունեմ ձեր առաջ, Աստծո առաջ, ծառայել ձեզ։ Սիրես մի քարոզ եմ պատրաստել, քարոզիս անունը Վելագիպ սենց եմ վերնագրել, օծության ուժ։ Ուզում եմ խոսամ, թե ինչ անում օծությունը մեր կյանքում, թե ինչա ուզում շեշտել 3 հաղուկ աստվածաշնչյան հերոսների, ինչ է արել օծությունը իրանց կյանքում, ոնց է փոխվել ու ուզում եմ օրինակներով աստվածաշնչը պատմելով քննարկենք իրար հետ։ Ուզում ասեմ, սիրես, օծությունը պարզապես օրհնություն չէ, օծությունը դա կանչ է, պատասխանատվությունը, որը մենք դրսենք մեր վրա։ Աստված մեզ տալիս է օծություն, դա ոգևոր իշխանություն է օծությունը դու կարող ես բաներ անել։ Հեսա ես ուզում եմ խոսքը սկսել Ղուկասի 4:18-ով, այստեղ ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց և ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին տեսողություն տալու, հարստահարվածներին ազատ արձակելու։ Սիրես, եթե դու ունես օծություն քո կյանքում, այս ամենը, որ ես թվարկեցի, դու կարող ես անել Տիրոջ հոգով դու կարող ես առաջնորդվել ու այս ամենն անել։ Բայց ես ավելի շուտ ուզում եմ շեշտը դնել այս սկզբի հատվածին, որ ասում է, որովհետև ինձ օծեց և ինձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետել։ Սիրիս, աղքատներին, հոգով աղքատներին նկատի ունի։ Այսինքն մարդիկ, ովքեր որ կարիք ունեն, Աստծո ժողովուրդը կարիք ունեն, մենք պետք է նրանց խոսքը ավետարանելուց պետք է այդ օծությունը, այդ պատասխանատվությունը դերսնենք մեր վրա ու գնանք ավետարանալու մեր Հիսուսի մասին, քիչի մասին։ Ամեն երբ որ սիրես Տիրոջ հոգին քո վրայան, դու վստահ ես։ Ամեն մեկ էլ սիրես ուզում ասեմ, երբ որ Աստված օծում է մարդուն, Աստված տալիս է ուժ մարդուն, բայց նաև դնում է պայքարի մեջ։ Ու դու պետք է պայքարես մեջ քո օծությանը հասնելը։ Մենք հիշում ենք սենց չի, որ օծվեցինք, всё մեր կյանքը սաղուն անցնելն է, չէ՞, սիրես փորձություններ են գալու, քամիներ են լինելու, բայց կարևորը այն է, որ դու հաստատուն մնաս դրանց մեջ։ Խոսքս հաստատեմ Բ Տիմոթեոս 3:12-ով, ասում է. «Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալած գան»։ Սիրելիս, երբ որ մեկը քեզ մատնացույց անում, ասում է դու հավատացել ես, պետք է ավելի ու ավելի ոգևորվես։ Երբ որ քեզ մեկը մատնացույց անում, ասում է դու շեղված ես, կամ դու սխալ հավատքի մեջ ես, դու ավելի պետք է ոգևորվես, դու պետք է ավելի հստակվես Աստծո խոսքի մեջ ու առաջ գնաս։ Չպետք է վախենաս, երկխաշվես, պետք է ասես ռիսկով ավելի ներշնչվես Աստծո խոսքից։ Ամեն առաջի հերոսին, որ ուզում եմ օրինակ բերեմ, սիրելիս, դա Դավիթն է։ Դավիթ թագավորի, բոլորս գիտենք, չէ՞, Դավիթ թագավորի պատմությունը։ Ամեն սիրես, Դավիթը օծվեց որպես թագավոր, բայց միանգամից դարակ թագավոր։ Դավիթն էլ անցավ փորձություններ, ճիշտ է, եկեք կարդանք իր հետ։ Աթագավորներ 10:34-35։ Եվ Դավիթն ասաց Սավոհին. Քո ծառան իր հոր ոչխարներն էր առածացնում, եւ երբ առինցը կամ արջ էր գալիս, եւ հոտից ոչխար տանում, ես գտնում էի նրան հետևից, զարկում էի նրան եւ նրա բերանից ազատում, եւ երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի իր նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ Սելիս, սա Դավիթի փորձություններ են եղել։ Ինքն էլ անապատով անցել, Դավիթն էլ հալած է։ Եթե կարդում ենք թագավորաց գլուխը, նրա եղբայրների կողմից էր ածվել նա, անապատներ անցել իրան էլ է դժվար եղել, ինքը որ օծվել է թագավոր, հեշտությամբ չի անցել ամեն ինչի մեջ։ Ուզում ստեղ բան, բայց այդ ամեն ինչից առավել, երբ որ Դավիթը կանգնեց Գողիաթի դեմ, սիրեցնենք ինչ ասում Գողիաթին։ Եվ Դավիթն ասաց. Տերը, որ ինձ ազատել է առյուծի եւ արջի ճանկերից, այս փռշտացու ձեռքից հետ կազատի։ Եվ Սավողը Դավիթին ասաց. գնա եւ Տերը քեզ հետ լինի։ Սիրելի, սա է օծված մարդու մտածելակերպը, երբ որ դու հիշում ես քո անցյալը, քո անցյալի դժվարությունները ու կանգնում ես
հաղթանակած ապատուկ եկի քո ապագան գնալու համար սիրելիս։ Ամեն եկեք կարդանք Աթակավորաց 18:37-ը։ Եվ Դավիթն ասաց փղշտացուն. դու ինձ վրա սրոր, նիզակով եւ տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի զորությունների Տիրոջ Աստծո անունով, որին դու նախատեցի։ Սիրելիս, երբ որ քո կյանքում են գողիաթներ կանգնում, դու էլ կանգնի ու ասա. ամենակարող Տեր, գալիս եմ քո զորավոր անունով, գալիս եմ քո զորությունների Տիրոջ անունով, որ ես խնդիրը հաղթարեմ, սիրելիս, երբեք հետ մի կանգնի քո խնդրից։ Երբ որ քո խնդիրը քո առաջն է կանգնում, հաղթի ու անցի, գնա փոխության հետևից, սիրելիս։ Ամեն ուզում եմ մի նկար դոշամբացի, նկար պետք։ Մակասեք Աստվածաշնչում գրած է մի հատ գողիաթ, 3 հատ ոնց հայտնվեցին, չէ։ Սիրելիս, Դավիթը շատ լավ գիտակցում է, որ գողիաթը մենակ չի, գողիաթը ունի եղբայրներ, ընտանիք, ինքը հսկաների ընտանիքում ածնվել գողիաթը ու ինքը մենակ չի, ինքը եղբայրները լավ է։ Սիրելիս, եթե նույնիսկ այսպես լիներ, Դավիթը մեկա կանգնելու էր 3 դեմը, կանգնելու էր 3-ի դեմը, որովհետև ինքը գալիս էր ամենակարող, հզոր, զորավոր Աստծո անունով, գալու են ջախջախել իր խնդիրներին, սիրելիս։ Դավիթը գիտեր, որ ինքը օծված է որպես թագավոր, Աստված մարգարեացել է իր կյանքում Սամուելի միջոցով, ու ինքը գիտեր, որ ինքը չի մահանալու, ուզում է փախստացիների զորքի դեմ մենակով կանգնել, ինքը հաղթելու էր ու գնար առաջ, իր օծությունը վերցնելու, սիրելիս։ Ամեն։ Ամեն։ Երկրորդ հերոսին, սիրելիս, որ ուզում եմ անդրադառնալ, դա Մովսեսն է։ Հիշում եք Մովսեսին Աստվածաշնչից։ Ամեն։ Սիրելիս, Մովսեսն էլ էր օծված, բայց հիշում եք մի պահ կար, որ Մովսեսը այդքան էլ լստած չէր իր վրա։ Ուզում եմ կարդամ Ելք Ելիցի 4-ի Ելիցի 3:11-ը։ Մովսեսն ասաց Աստծուն. ես ով եմ, որ գնամ Փարավոնի մոտ եւ Իսրայելի որդիներին հանել Եգիպտոսից։ Սիրելիս, Մովսես իրան գնահատում էր, ասում էր ես ով եմ, իրանց հացրացնում, ասում էր որ գնամ Փարավոնի դեմը կանգնեմ ու ինչ որ մի բան էլ ասեմ։ Սիրելիս, երկրորդ անգամ Աստված ասում է չէ, գնա վստահի, Մովսեսն ասում է ով Տերին, ես ի սկզբանե ճարտարախոս չեն եւ ոչ իսկ, երբ սկսեցի խոսել քո ծառայի հետ, այլ ես ծանրախոս եւ ծանրալեզու եմ, որ մի քիչ են կարգում, սիրելիս, գլուխը Մովսեսը ուզում է sense կոպիտացած համոզի ասում է կդի ավելին ուղարկես Ահարոն ավելի ճարտարախոս է, ավելի լավ է խոսում, իրան ուղարկի, բայց Աստծո բարկությունը բորբոքվում է, ասում է արկում ենք, ասում է ով ասում է մարդուն լեզու տվելով է, մարդու բերանը լեզու գրի ասում է, ուստի Աստված ասում է ես քեզ հետ կլինեմ եւ սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ, երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն։ Նույնն էլ մենք, սիրելիս, երբ որ Աստված մեզ ինչ-որ բան է ասում որ անենք, պետք է պրոստը խոնարհվենք, պետք է խոնարհվենք, որ գնանք։ Պրոստը մեր ոտքերն է, քայլում ենք, կանգնում ենք, Աստված Սուրբ Հոգու միջոցով մեր միջոցով խոսում, այնինչ պետք է հասցնի մարդուն, այնինչի համար Աստված, որ քեզ ծրագիր ա դրել, դու գնաս ինչ-որ մեկին ապետարանելու, ինչ-որ մեկին քո խոսքը հասցնելու, սիրելիս, ամեն բան Աստված անում, Աստված է մեր լեզու տվել, Աստված է մեզ բերան տվել, այս մարմին Աստված է տալուց, սիրելիս, պրոստը մենք պետք է ուղղակի անոթ լինենք, օգտագործենք, որ Աստծո թագավորությունը կառուցենք սիրելիներից։ Ամեն օծությունը, սիրելիս, ոչ թե հիմնավորվում է մեր կարողությունների վրա, այլ հիմնավորվում է Աստծո ներկայության վրա։ Ու երբ որ Աստծո ներկայությունը կա մեր կյանքում, օծությունը գործում է մեր կյանքում սիրելիներս։ Ամեն։ Ուզում եմ մի քիչ առաջ գնանք, էլի Մովսեսի իշու Մովսեսը որ կանգնել էր Կարմիր ծովի առաջ, եկեք կարդանք Ելից 14:13-ը։ Մովսեսն ասաց ժողովրդին. մի վախեցեք, կանգնեք ձեր տեղում եւ տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որովհետեւ այսօր ձեր տեսած Եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Հիշում եք Մովսեսը, որ մի քանի գլուխ առաջ վախենում էր գնալ կայնել Փարավոնի դեր։ Սիրելիս, ինչ կատարվեց Մովսեսի հետ։ Մովսեսը տեսավ Աստծո ձեռքը, Աստծո զորությունը ու ուզում եմ պատկերացնել այդ դրվագը։
հեշտ չի, մենք սա կարդում ենք, ասում ենք հեշտ է ծովի դեմը կանգնած հայերեն դրից զորքը գալիս է, բայց պատկերացրեք, կոպիտ ասած տուպիկի մեջ են իրան, փակուղու մեջ են, ծովն է, զորքերը գալուս են, ժողովուրդը մտածում է հեսա հասնելն ու իրանց չարջախան, բայց Մովսեսը ֆռում ասում է մի վախեցեք, առանց քուչապի մատնվեք, ասում է մի վախեցեք, ես Աստված ծովը կբացեմ, մենք մեջով կանցնենք։ Դու էլ սիրելիս, երբ որ քո դեմը ծովն է լինում, փակ մի վախեցի, պրոստը Աստված այս դուռը կբացի, ես կանցնեմ։ Ճոցով, որտեղ դու գործ ունես ամենակարող Տիրոջ հետ, սիրելիս, ով որ սեղտեր է այդ ծովը, իր համար դժվար չէ ծովը բացավ։ Ամեն ու տարբերություն է սիրելիս Մովսեսը առաջ իմ Աստծո զորությունը ժամանակը կա, որ մենք էլ տեսնում ենք, բայց չտենալու ենք տալիս։ Բայց երբ որ դու տեսնում ես, ընդունում ես Աստծո զորությունը, դու գնում ես միջավայր կողության հետևից ու ոչ մի ծով, ոչ մի խոչընդոտ չկարա հանդես անել։ Ամեն երրորդ հերոսը սիրելիս, որ ուզում եմ ներկայացնեմ, դա Երիանը։ Երիանը գուրս կարգին Երիա մարգարեի Երիանն է ոցված սիրելիս։ Ուզում կարդամ երրորդ թագավորների 18:30-ը եւ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը եւ փոսի մեջ եղած բոլոր ջուրը լապեց։ Սիրելիս, Երիան ինչ որ արել է, սա հեշտ բան չէ։ Եթե նայենք իմ այս սիտուացիան, պատկերացնում եք, Երիան միակն է, բայց ոցված։ Երիան սվիրներս Աստվածաշունչն ասում է մենակ է մոտավորապես կային 450-ից 500 սխալ ասում պաշտոններ այս կոմու, մի 500 էլ են, մոտավորապես 1000 հոգի մարգարել են։ Կանգնած է, բայց Երիան մենակ էր սիրելիներս։ Բայց ուզում եմ հասկանալ Երիայի ռիսկը, Երիայի յետը, վարվաջությունը, որ ուզել է հակառակն ապուծի, ով ապացուցի, ով է իսկական Աստվածը, ով է իսկական զորավոր Աստվածը, ով է Տերը։ Պատկերացնու եք սիրելիներս, հիմա մեր կյանքում է կարա նմանատիպ բաներ լինեն, սитуացիաներ լինեն։ Մենք էլ այսօր օտար երկրում են գտնվում, կան տարբեր կրոնի մարդիկ, կան անաբատներ, կան մուսուլմաններ, կան ուրիշ կրոններ պաշտող սիրելիներս։ Այսօր երբ որ դու էլ գտնվում ես նման սитуացիայում, ուզում ասել որ չվախկում ես։ Եթե սիրելիներս հազարավոր տարիներ առաջ Աստված կրակ այցել երկրի վրա, այս անգամ էլ կան, որ բոլորին ապացուցի, որ ինքն է ամենակարող Աստվածն է, ինքն է զորավոր Աստված ու ճշմարիտով, ու բոլորը կխոնարհվեն նրա սիրելիներս։ Սերորը Երիայի աղոտ երկիրը, արձագանքելը երկիրը շատ ուժեղ բան է։ Ինչպես ասում է Հակոբոսի 5:16-ում, ասում է արդարի աղոթքը մեծ զորություն ունի սիրելիս։ Արդար աղոթք, երբ որ դու անես, սիրելիս, սիտուացիան փոխի։ Ո՞ւմ է։ Հիշում եք նոր կտակարանում սիրելիս գործ առաքելոց 1:8-ում ասում է, բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեր վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարայում միջև աշխարհի ծայրերը։ Սիրելիս, երբ որ Սուրբ Հոգու զորությունը գալիս է քո վրա, Աստվածաշունչը ինքը շեշտում է Հրեաստան, Սամարիան, բայց հետո ասում է միջև աշխարհի ծայրերը։ Դու պետքա չպայես հետ քո մեջ, դու պետքա տարածես, Աստծո խոսքը պետքա տարածես, Աստծո թագավորությունը պետք է շինես, ստեղծես, որ երբ որ գնաս երկինք սիրելիս, Հիսուսը քեզ գրկաբաց ընդունի ու աշքան բաներ ես արել իր թագավորությունը ստեղծելու համար։ Ուզում կարդամ առաջի Հովհաննես 2:27-ը։ Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում, եւ կարիք չունե, որ մեկը ձեզ ուսուցանի, բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է եւ ոչ սուտ, եւ ինչպես նա է ձեզ ուսուցանում, մնացեք նրա մեջ։ Չերիս Սուրբ Հոգին, երբ որ սկսում է աշխատանքներ կատարել, շատ հզոր է լսվեց, գործում ամեն մեկի միջոցով։ Կարա ստեղ ասում է մի ընդունեք, ասում է ուրիշ ուսուցաներ, բայց սիրես դա չի նշանակում, երբ որ քո ավակը, քո քույրերից մեկը, քո եղբայրերից մեկը ինչ որ հոգևոր աղնով, եթե քեզ ինչ որ
ուզում է ճիշտ ուղու վրա դնի, ընդունես էդի սրտանց։ Սուրբ Հոգին կարա իրանց միջոցով էլ աշխատի։ Սուրբ Հոգին ամենքիս մեջ է, քո միջոցը, իմ միջոցով էլ կարա աշխատի, բոլորիս է։ Դա մեր պրոստ պետք է խոնարհ լինենք ու հնասան։ Սիրելիս Պետրոսի օրինակն եմ ուզում բերեմ։ Հիշում եք, նշում որ Պետրոսն ժամանակին վախեցավ տաննի Աստծո խոսքը քարոզելու։ Ինքն էլ երևի մտածում ասում էր ես ով եմ Մովսեսին նման ասում էր որ կանգնեմ մարդկանց սովորացնեմ ուսուցանել։ Բայց Գործ Առաքելոս 2:41-ում ասում է ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին եւ այդ օրը նրան 3000 հոգով ավելացան։ Ցելիս Ընդ մարդը որ վախեցել է այնի քարոզելու, ինքն էլ չի իմացել, նրան անցա քարոզը 3000 հոգով ավելացել են։ Մենք այսօր սիրելիս, որտեղ ինչ միջավայրում որ կլինես, ինչ միջավայրում նստած կլինես, անլաս կլինես, գործի կլինես, տրանսպորտի մեջ կլինես, եթե կարիքը կա, պետք է Աստծո մասին խոսես սիրելիս։ Ուզում եմ երկրորդ նկարներ դնի, շատ սիրելիս, այստեղ երկու տարբեր մարդիկ են, բայց երկուսն ունեն օծություն։ Ուղղակի աջ կողմում գտնվող մարդը սիրելիս հստակ կանգնած է ժայռի վրա, Աստծո ներկայությունն իր վրա է, Աստվածաշունչը ինքը միշտ բաց է պահում, Աստծո խոսքով է միշտ առաջնորդվում, սիրելիս նրա ոտքերի տակ կան օրհնություններ, ամեն բան նրա կյանքում լավ է, ինքը հաստատուն ասում է ու շարժվում է առաջ։ Երկրորդ տեղում սիրելիս գտնվող մարդը ինքն էլ աղոծված սիրելիս, պրոստ ինք իր հավատքը գործի չի դնում, վախենում է, վախը նրան կապել է սիրելիս, ժամանակը անցնում է, բայց վախը նրան կապում է, ինքը չի կարողանում Աստծո ներկայությունը բերի, որովհետև մի բան կա իրան խանգարող վախը։ Սիրելիս պետք չի որ մենք վախենանք Աստծո խոսքը քարոզելու, ժամանակն անցնում է, անցնելու ու պատի մեզ վախով, ծածկի մեզ ու մենք չկարողանանք Աստծո մասին քարոզել։ Երկուսն էլ սիրելիներս օծված են, մեկը հաստատուն կանգնած է, քայլում է Աստծո կողքով, շարժվում է Աստծո խոսքով, մյուսը օծված է սիրելիներս, բայց վախում է խոսի Աստծո մասին։ Տարբերությունները դրանք են սիրելիս։ Երբ որ քո կյանքում Աստված կա սիրելիս, բեր նրա ներկայությունը, մի վախեցի սիրելիս, մի վախեցի նրա մասին պատմել, խոսալ, նրա խոսքով շարժվել, երբեք չես կոշմանի դու։ Այսքան ժամանակ Աստվածաշնչի սկզբից մինչև վերջ դες մարդ չեղե որ Աստծո մասին խոսա ու փոշմանի սիրելիս։ Հակառակ ով որ խոսացել է Աստծո մասին, օրհնություններ են ըստ վերակյալքում։ Նույնն սիրելիս մեր օրերում չէ, մենք շատ ժամանակներ կարա գա, որ վախենանք քարոզել Աստծո մասին, վախենանք խոսանք Աստծո մասին ու ասենք ես պատրաստ չեմ, Մովսեսի նման, ասենք մենք այդքան էլ գիտելիքներ չունենք, սիրելիներս, մենք կարանք ասենք ես, բայց Աստված ուրիշ բան է ասում։ Աստված ասում է Հովհաննես 15:16-ում, ասում է դուք չընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ։ Սիրես օծությունը չի գալիս կատարյալ մարդկանց վրա, օծությունը գալիս է հնազանդ մարդկանց վրա, ովքեր որ հնազանդվում են Աստծո խոսքին։ Աստված գալիս է այդպես մարդկանց վրա, որ իրենց բարձրացնի ու իրենց միջոցով գործի սիրելիներս։ Եվ երգ կա, որ մենք երգում ենք, ասում եթե Աստված մեզ հետ ինչ կարա մի լինի հակառակ, չէ։ Այդ խոսքը սիրելիներս Հռոմեացիների 8:13-ում ամեն անգամ հռչակի, երբ որ ինչ-որ քննի առաջ ես գանում, ասեի թե Աստված մեզ հետ ով կարա լինի մեզ հակառակ։ Ոչ մեկ սիրելիս, քանտի սատանայի պլանները քո կյանքոց մի բաց թող քո օծությունները, վազ քո օծությունների հետևից, ինչպես Դավիթը սիրելիներս։ Պետք չի նայել քո կողյատներին, նայել Աստծուն։ Երբ որ ինչ-որ կողյատ է կանգնած, ինչ-որ մեծ խնդիր է կանգնած, իրան նույնը, նայել Աստծուն, որ ամեն բանով անելու ամենակարողն է անել, Աստված է անելու սիրելիներս։ Փակ ծովին էլ սիրելիս կարաս դու չնայես, երբ որ ինչ-որ խոչընդոտ է քո կանգնած սիրես քո դիմաց, ասա այս խոսքը Փիլիպպեցիների 4:13, ասա որ
ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսը, ով սիրելիս ու անցի այդ ծովը, շրջանցի այդ դուռը, փակ դռները սաղանցի Հիսուսի անունով։ Ամեն։ Եվ եզրափակելու համար սիրես ուզում եմ առաջի Պետրոս 2:9 կարդալ։ Ասում է, բայց դուք ընտիր ցեղեք, թագավորակա, քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքելությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը տարար։ Սիրելիս, մենք ունենք այդ շնորհը, մենք փրկված ենք, այդ խավարից եկել ենք լույսի մեջ, բայց դա չպետք է պահենք մենք ստեղ մեզ համար միայն սիրելիս, մենք պետք է տարածենք մեր հարազատների, մեր ընկերներին, պետք է բերենք իրաց ճշմարիտ լույսի համար։ Ուզում եմ իմ կյանքից օրինակ բերեմ, սիրելիներս, ժամանակ կար, որ ես էլ էի մտածում, ասում էի փրկված եմ հելիքը, ասում էի պետք չի, ինչ սա պետք խորանամ, Աստծո խոսքը խոսամ, գնում եմ եկեղեցի, Աստված կա, ինքնանկում գիտեմ, որ դրախտ կան գնալու, ինչ սա պետք որ Աստծո խոսքը խոսամ ես։ Բայց սիրելիս Սուրբ Հոգին ինձ հանդիմանեց ու ես մտածում էի, շերը խորում էի, մտածում էի, լավ, հին Աստվածաշունչ չեմ գնում եմ Հիսուսի ժամանակները, լավ, որ աշակերտներն էլ այդպես մտածեին։ Այսօր մենք ուր ենք լինելու։ Այսօր մենք կարող է լինեինք, բայց ամեն մեկս ինչ-որ տարբեր ուղիների վրա։ Դա համար սիրելիս դու էլ ամեն մեկը թողում պատասխանատվություն վերցնի նա վրա, Աստծո խոսքը քարոզելու մարդկանց սիրելիս։ Այդ ավետարանը, որ մեզ հասել է ինչ-որ մեկի միջոցով, նույնն էլ մենք չպահենք մեր ներսում սիրելի, եւս տարածենք մեր հարազատների, մեր ընկերների, անծանոթների կապ չունի մեջ։ Դու քեզնից հաստում Աստված ասում է դու տարածի իմ լուրը, մնացած ետ գործ չնես, ես կանեմ։ Ու սիրելիներս ուզում ասեմ, որ մենք մեր եկեղեցին որ կա սիրելիներս, մենք հաստատում ենք Աստծո մեջ, մենք թույլ չենք, մենք Աստծո զինվորներ ենք, մենք ուղղակի փրկվածներ չենք սիրելիս, մենք կանչված ենք փրկելու։ Դրա համար ուզում եմ սիրելիներս, որ քո կոչումի հետևից գնաս, բաց քո կոչումը վերստելու սիրելիներս։ Ամեն։ Ու երբ որ սիրելիներս դու հնազանդվում ես, թույլ ես տալի, որ Սուրբ Հոգին գործի քո միջոցով, ամեն բան կարաս անես։ Այն ամեն բաները, որ ես կարգացի սիրելիներս, օծության պարգևներ, ինչ կարաս անես, Աստծո համար չկա ինչ որ մի բան անես, դրա մեջ մնա, չէ, դու կարաս ամենը անես։ Եթե դու օծություն ունես ինչ որ մեկի բժշկելու, այդքանով մի բավարարի սիրելիներս։ Ներսու ամեն օծություն, ամեն ինչ որ տրվել է Աստծո, ամեն բան որ կա Աստծո համար սիրելիս անհնարի բան չկա։ Դու տրվի Աստծուն, տրգի Սուրբ Հոգու ներկայությանը ու ամեն բան խոնարհվի։ Ես էլ սիրելիներ ժամանակներ հետո խոնարհվեցի, լսեցի Աստծո խոսքը, հիմա ես չեմ վախենում Աստծո խոսքը քարոզելու, որտեղ որ կգտնեմ ֆրանսիացիների մեջ կլինի, գործի տեղը կլինի, տարբեր բնակավարներում, ես չեմ վախենում մի բանից, որը որ իրականություն է։ Ամեն դու էլ սիրես կոչ եմ անում, որ կանգնես, ուզում եմ սիրես մինչև աղոտ քանելը կանգնես սիրելիներս, ուզում եմ որ դու հռչակում անես քո կյանքում։ Ուզում եմ հռչակում անես քո կյանքում ու շարժվես այդ խոսքերով սիրելիս, ուզում եմ փակես քո աչքերը սիրելիս։ Տեր Աստված կանչում ենք քո սուրբ ներկայություն, ամենակարող Տեր։ Սիրես ուզում եմ ասես, որ ես օծված եմ Աստծուց, ես չեմ վախենում։ Ես կանգնում եմ իմ փրկություններ, իմ փորձությունների դեմ։ Ես գալիս եմ Տիրոջ անունով եւ հաղթանակը ինն է Տիրոջ մեջ։ Այո, ամենակարող Տեր, մեր հաղթանակները քոնն են, Տեր։ Տեր ամենակարող, դու ոնց որ մեզ Տեր Աստված ստեղծել ես, խնդրում ենք Տեր ամենակարող, աշխատանքներ տար մեր հետ, փոխի մեր սիրտը, փոխի, մենք խոնարհվում ենք քո առաջ։ Մեր միտքը, մեր սիրտը, մեր մարմինը քոնն է, Տեր Աստված։ Ամենակարող Տեր, հնազանդվում ենք քեզ, խոնարհվում ենք քեզ, Տեր օգտագործի որպես անոթ, Տեր։ Ամեն մեկս, եթե մենք օծություն չունենք, Տեր Աստված, մենք ուզում ենք այդ օծությունը քեզանից, օծի հենց հիմա Տեր Աստված մեզ, տուր մեր դիրներսատի մեջ այն ամենը, ինչ ուզում ես, որ մենք անենք քո թագավորությունը կառուցելու համար։ Ամենակարող Տեր, մենք քո որդիներն ենք, Տեր Աստված։ Մենք միայն քեզ ենք հնազանդվում, Տեր։ Քո անունով մենք կապում ենք ու քանդում ենք, Տեր Աստված, որովհետև դու տվել ես այդ թույլտվությունը մեզ, Տեր Աստված, որ մենք քանդենք սատանայի գործեր ու կառուցենք քո երկնային արքայությունը։ Ամենակարող Տեր,
հնազանդվում ենք քեզ, Տերին, ամենակարող Տեր, կանչում ենք քո սուրբ ներկայությունը, որ քո սուրբ օծությունը լինի այս վայրուտներ Աստված, խնդրում եմ փոխի սրտեր, կպի սրտեր, Տեր Աստված, այն մարդիկ, ովքեր որ վախենում են քո խոսքը տարածել, թող քանդված լինի Հիսուսի անունով, թող գա Տեր ամենակարող, թող գա այն հոգի, որը ռիսկով, դուխով կկանգնի ու կասի Հիսուսն է Աստվածը ու ոչ մեկից չի անվանջի, ոչ մեկից չի մախենա, Տեր ամենակարող, շնորհակալություն ենք հայտնում քեզ, շնորհակալ ենք, որ ունենք քո նման Տեր, որ կարող ենք աղաղակել Տեր Աստված ու խնդրել այն ամենը, ինչ որ դու մեզ կարող ես տաս։ Հալելույա, ամեն։ Օրհնության խոսքեր Սելիս վերսու օրհնության խոսքերը երկնքից Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը պայծառացնի երեսը քեզ վրա եւ ողորմա քեզ։ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ եւ խաղաղություն տա քեզ։ Ամեն։ Եկեք բոլորը բացենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորիս հետ լինի։ Ամեն։